բոլորս ասեցինք ամեն, ամեն, ամեն։ Եվ Աստծուն արժանի ծառայություն տանք, ամեն։ Մեր Աստված արժանի է բոլոր քաշքերին։ Հալելույա։ Փառք Հիսուսին սիրելիներս։ Աստված օրհնի ձեզ շատ շնորհակալություն ձեր փառաբանության թիմին, Տեր օրհնի ձեզ սիրելիներս։ Մի լավ բան ասա կողքիդ կանգնածին սիրելիս ու կարող ես նստել։ Աստված օրհնի ձեզ շատ։ Փառք Տիրոջը, ժողովուրդ ջան, մեծ պատիվ է իրականում լինել ձեր մեջ, մեծ պատիվ է ու մեծ պատասխանատվություն է։ Ձեր հովը հենց ներկայացրեց ինձ, որ ասում է դրա տակից դուրս գալա պետք։ Բայց հավատում եմ, որ Աստծո հոգին այստեղ է, Տերը այստեղ է, ամեն ու մեր սպասումը, մեր սպասելիքը մենակ նրանից է։ Փառք Հիսուսին, ես միշտ աղոթում եմ, երբ որ դուրս եմ գալիս կիսվելու խոսքով, ասում եմ Տեր առանց քեզ ես ընդեղ անելու բան չունեմ, որովհետև հավատում եմ, որ Աստծուց է մեր զորությունը, Աստծուց է մեր ամեն օրհնությունները, մեր ամեն հրաշքները, նա է մեր կյանքը ու նա է այն միակը, որ կարա ինչ-որ բան փոխի մեր կյանքում։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր շատ թանկագին ու սիրելի Հովիվ Արմանին, Անիին, շնորհակալ եմ սիրելիներս իրականում պատիվ է լինել այստեղ։ Հովիվ Միսակ ջան, Աստված օրհնի քեզ, մենք իրականում իրար ճանաչում ենք։ Դեք այսօր լիքը բան եմ իմ համար հայտնաբերել, որ Հովիվ Միսակը այստեղ հիմնադիրներից մեկն է եղել։ Այսօր ավելի ճիշտ գիտեք, դրա մասին խոսվել էր, բայց չէի հիշում։ Այսօր ասեցին, որ Հովիվ Մարատ Ասատրյանը այստեղ 3 տարի հովվություն արել։ Դեք իրականում, ակազովիցա մենք բարեկամ ենք։ Մենք բարեկամ ենք, դե մենք սենց տնենց բարեկամ ենք Քրիստոսի մեջ։ Բայց գիտեք, կան տեղեր իրականում, որ գալիս ես, ինչ-որ զգացմունքներ կան, ինչ-որ հետաքրքիր բաներ ես ապրում։ Հովիվ Մարատ Ասատրյան մեր մոտ Կալուգայում 2 անգամ ծառայել է, պատիվ ենք ունեցել իրան ընդունելու իր կնոջ Գայանեի հետ, Հովիվ Միսակի հետ ընկերություն ենք անում, այս վերջերս անգամ օնլայն ծառայել եմ իրանց մոտ էլ իրար հետ հանդիպում ենք երբեմն։ Դե ձեր հովի հետ էլ այսօր ծանոթացանք, ավելի ճիշտ Երևանում արդեն ծանոթացել էինք, բայց այսօր պատիվ ունեմ արդեն ձեր մոտ ծառայելու սիրելիներս։ Ու անչափ ուրախ եմ, գիտեք, Աստծո գործերը, Աստծո ճանապարհները անքննելի է։ Ես չէի մտածի, որ ինչ-որ ժամանակ կարող աշտարակում ծառայեն, բայց գիտեք, Աստված անում է այն ինչ որ անում է, մենք բոլորս նրան ենք ծառայում ու մի փոքր կուզենամ ծանոթանանք, որովհետև արդեն ներկայացրեց, որ մենք Կալուգայից ենք, Կալուգա եւ Օբնիսկ քաղաքներում ողջություն ենք անում Ռուսաստանում։ Այսօր իմ թանկագին կնոջ Նարինեի հետ եմ, իմ մեծ տղեն Դավիթն է մեր հետ, ունենք եւս 2 բալիկ, Սարան, Լևոնը, ավելի արդեն փոքր տարիքի, ամբողջ ընտանիքով եկեղեցում ենք, ծառայում ենք Աստծուն, իմ կինը մեր փառաբանության թիմի առաջնորդն է, նաեւ ղեկավարում է մեր Աստվածաշնչյան դպրոցը ու իմ ամենա հավատարիմ, այսպես կասեմ, օգնականը իմ կողքին, որ բոլոր հարցերում իհարկե եկեղեցում ինձ օգնում է, իմ ձեռքերը բարձրացնում է, ինչի համար Աստծուն անչափ շնորհակալ եմ։ Դա շատ կարևոր է, գիտես, երբ որ քո կողակիցը քո կողքին է, քեզ օրհնում է, քեզ բարձրացնում է, դա իրականում մեծ օրհնություն է, ավելի մեծ օրհնություն է, երբ որ ամբողջ ընտանիքը Աստծո մեջ է ու ծառայում է Աստծուն։ Սիրելիներս, մոտ 15 տարի երևի արդեն կանի, որ Ռուսաստանում ենք բնակվում, այնտեղ ծառայում ենք, այնպես դասավորվեց կյանքը, որ հայտնվեցինք Ռուսաստանում եւ մոտ 3.5 տարի երևի արդեն կանի, որ առանձին այն եկեղեցին, որտեղ մենք հիմա ենք ծառայում, 2 քաղաքներում կա այդ եկեղեցին, հանդիսանում ենք կյանքի խոսքի մի մասը, Հովիվ Գոռը մեր ավագ Հովիվն է, մոտ 2 տարի առաջ միացանք Մոսկվայի թիմին եւ Աստված հրաշալի բաներ է անում, հրաշալի գործեր անում, շատ փոխված կյանքեր ենք տեսել, շատ փրկված մարդիկ ենք տեսել ու հավատում եմ, որ սա դեռ սկիզբն է, չնայած նրան, որ 25 տարի մոտավորապես ես էլ կինս էլ արդեն Աստծո մեջ ենք, ծառայության մեջ ենք միշտ էլ եղել, բայց հավատում եմ, որ սա սկիզբն է, որովհետև գիտեք, թվում է 25 տարի կարծես մեծ ժամանակահատված է, բայց գիտեք, Աստված չի դադարում մեզ զարմացնել, Աստված չի դադարում ինչ-որ նոր բաներ անել մեր կյանքում, ինչի համար անչափ շնորհակալ ենք Տիրոջը։ Եվ
Գուզեմ այսօր իհարկե սիրելիներս կիսվել ձեզ հետ մի խոսքով, գիտեք, ես ասեցի, որ մեծ պատասխանատվություն է միշտ մատուցել Աստծո խոսքը, որովհետև մի բան է, գիտեք, ինչ-որ բան գիտես Աստվածաշնչից կարդացել ես, իհարկե ես ունեմ տասնյակ թեմաներ, տասնյակ քարոզներ, որ ունեմ, հա, պատրաստի, բայց միշտ խնդրում եմ Աստծուն, որպեսզի Աստված խոսի են ինչի կարիքը, որ իրականում ունի եկեղեցին, ինչի կարիքը, որ ունեն մարդիկ, որովհետև գիտեք, ես կարա շատ սիրուն բաներ խոսամ, գնամ ու ոչ մեկի կյանքն էլ չփոխվի, կարող ասեք, դե հետաքրքիր քարոզեր, լավ քարոզեր, բայց գիտեք, Աստծո խոսքը գալիս է, որ ինչ-որ բան փոխի մոքո կյանքում։ Ամեն, որովհետև մենք ստեղ հենց այնեն չենք հավաքված, սիրելիներս, մենք ուղղակի չենք եկել ստեղ հետաքրքիր մի 2 ժամ անցկացնենք, հետո գնանք մեր գործերով։ Աստված բան ունի, ինձ էլ քեզ էլ ասելու։ Աստված բան ունի այսօր այստեղ անելու, Աստված գործ ունի մեր կյանքում անելու, ու ես հավատում եմ, որ այս ծառայության վերջում ինչ-որ բան կփոխվի քո սրտում ու կփոխվի քո կյանքում։ Եվ գիտեք, իմ այսօրվա թեման այսպես են վերնագրել. հաստատ արա քո ընտրությունը։ Հաստատ արա քո ընտրությունը։ Եվ առաջի տեղը, որ ուզում եմ որպես իմ քարոզի հիմք այսօր վերցնեմ եւ կարդանք այդ տեղը, 2 Պետրոս առաջի գլուխ եւ 10-րդ խոսքից կկարդամ, 10-ից 11 խոսքերը։ Սրա համար, եղբայր, ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ անեք, որովհետեւ սրանք անելով երբեք հանցանքի մեջ չեք ընկնի, որովհետեւ այսպես առատությունով կտրվի ձեզ մտնել մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Գիտեք, շատ հզոր է ու զարմանալի չի, որ Պետրոսն է այս բանը ասում։ Պետրոսն է այս խոսքերը ասում։ Մենք գիտենք, որ կար ժամանակ, երբ Պետրոսը քայլում էր Հիսուսի կողքին, ամենաերևացող, այսպես ասած, Հիսուսի աշակերտներից մեկն էր, ամեն տեղ կարծես ինքը առաջին էր, Հիսուսը ուր գնում էր, Պետրոս իր հետ էր, չէ՞։ Գիտեք, միշտ չգիտեմ ինչ էր դա այդպես, բայց Տերը միշտ Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբին էր իր հետ տանում, եւ իհարկե Պետրոսը, այսպես ասած, երևացող շատ անձ էր, բայց եկավ ժամանակ, սիրելիներս, որ Հիսուսը վերջի ընթրիքի ժամանակ խոսեց, ասեց, գիտեք, կգա ժամանակ բոլորդ կթողնեք ինձ, ուրանաք ինձ։ Եվ աշակերտները զարմացած սկսեցին իրար նայել, ասես այդ ով է, որ Հիսուսին դավաճանելու, այդ ով է, որ Հիսուսին թողնելու է։ Ու Պետրոսը իհարկե հերթական անգամ, որպես ամենաերևացող, ամենահամարձակ, ասեց, Տեր, մեռնելու եմ հետդ կգամ, բանտն էլ մինչև հետդ կգամ։ Հիսուսը նայեց Պետրոսին ու ասեց, Պետրոս, հավը 3 անգամ չի կանչի, 3 անգամ ինձ կուրանաս, 3 անգամ կուրանաս ինձ։ Եվ գիտեք, սիրելիներս, եկավ ժամանակը, երբ որ դա տեղի ունեցավ ու մենք տեսնում ենք, որ նրա փոխարենը, որ Պետրոսը պետքա գնար ու աներ այն ինչ որ Հիսուսը պատվիրել էր, մենք տեսնում ենք օրերից մի օր Պետրոսը վերցրեց նորից ուր կաները, ասես գնամ ձուկ բռնելու։ Ու գիտեք ինչն ամենավատը, որ այդ իրավիճակի մեջ, ձուկ բռնելը վատ բան չի, հա, գիտես վատը նա է, որ Աստված քեզ ասում է մի բան անես, դու գնում ուրիշ բան ես անում, վատը դա է, ու Պետրոսը գնաց ձուկ բռնելու ու իր հետ մի քանիսն էլ գնացին աշակերտների ձուկ բռնելու, բայց Հիսուսը նրանց դա չէր պատվիրել, սիրելիներս, կարծես գիտես Պետրոսը վերադարձավ այնտեղ, որտեղից որ սկսել էր, որտեղից որ Հիսուսը ասել էր, Պետրոս, թող ես ամենը, թող արի իմ հետևից, ես քեզ մարդկանց որսորդ կշինեմ։ Բայց Պետրոսը վերադարձավ նույն իր առաջվա կարծես կյանքին, իր առաջվա գործունեությանը, եւ իհարկե մենք գիտենք հետո այդ պատմությունը, երբ որ Հիսուսը գալիս է, Պետրոսին հարց է տալիս, Պետրոս սիրում ես ինձ, 3 անգամ տալիս այդ հարցը։ Պետրոս սիրում ես ինձ։ Այո, Տեր, դու գիտես, իհարկե ես սիրում եմ քեզ։ Դու ամեն բան գիտես, Տեր, իհարկե սիրում եմ քեզ։ Դե ուրեմն արածեցրու իմ գաղները, արածեցրու իմ գաղները, եթե սիրում ես ինձ։ Եվ գիտեք, սիրելիներս, կանցնի տարիներ Պետրոսը թուղթ կգրի ու այս թղթի մեջ կասի, սրա համար եղբայր ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ անեք, որովհետեւ սրանք անելով երբեք հանցանքի մեջ չեք գտնի, որովհետեւ այսպես առատությունով կտրվի ձեզ մտնել մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Պետրոսը կոչ է անում, որ մենք հաստատ անենք մեր ընտրությունը։ Սիրելիներս, այստեղ մարդիկ կան, ովքեր միգուցե ով աստեղ 30 տարի արդեն հավատացյալ կամ 30-ից ավել, իսկ ով 20 տարուց ավել արդեն հավատացյալ։
Իսկ ով 10 տարուց ավել հավատացյալ։ Իսկ ով մի տարի արդեն հավատացյալ։ Կան ստեղ մի տարվա հավատացյալ, տարբեր տարիքի։ Եվ գիտեք, սիրելիներս, երբ որ մենք սկզբից գալիս ենք Աստծուն, դա շատ զորավոր է, Աստված փոխում է մեր կյանքը։ Ես հավատում եմ, որ ստեղ ամեն մեկը, որ Հիսուսին ընդունել եք, ինչ որ ապրում եք ունեցել։ Ունեցել եք, ինչ որ հրաշք է եղել ձեր կյանքում, Աստծո սերն եք ճաշակել, ինչ որ մի հատ զարմանալի բան է Աստված արել, ինչը ձեզ ցնցել է, ինչը բացել է ձեր աչքերը, ինչը ծարավն է բերել ձեր սրտի մեջ, որ վազել եք Հիսուսին ու մինչև հիմա այստեղ եք։ Բայց գիտեք, իրականությունն այնպես է, որ այս կյանքում շատ դժվարություններ են լինում։ Հիսուսը երբեք մեզ չի խոստացել, որ գիտեք, ամեն ինչ լավ է ձեր մոտ լինելու, արխային եղեք, ոչ մի դժվարություն չի լինի, ինչ անեք միշտ հաջողվելու է, այդպես է ասում Հիսուսը։ Չէ, ասում է աշխարհում կլինեք, նեղություն կունենաք, բայց, դա մի հատ կարևոր բայց կա, բայց քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհը։ Սիրելիներս, այս աշխարհում մենք կարող ենք այո շատ նեղություններ ունենալ, բայց կա մեկը, ով որ հաղթել է այս աշխարհը, կա մեկը, ով որ այդ հաղթանակը ինձ ու քեզ է շնորհել։ Եվ նրա հետ միասին մենք կարանք ցանկացած նեղություն անցնենք, ցանկացած դժվարություն կարանք անցնենք։ Եվ գիտեք, իմ կյանքում էլ եղել է, ուզում եմ այսօր սրտից սիրտ ձեր հետ, խոսեմ, կիսվեմ մի երկու բան վկայեմ իմ կյանքից։ Ես կարծում եմ, գիտես, մի բան է խոսել ինչ որ մեկի մասին։ Ես իհարկե ունեմ շատ պատմություններ իմ մոտիկ մարդկանց, հովիվների կյանքից եւ այլն, բայց սիրում եմ իմ կյանքից վկայել, այն ինչ որ ես եմ ապրել, այն ինչ որ ասում ենք կաշուս վրա զգացել եմ, կոպիտ ասած, այն ինչը որ իրոք ես դրա մեջ եմ եղել ու Աստված հանել է, Աստված փոխել է։ Երբ որ կարծես հույս չկար, երբ որ կարծես անհնար էր, մարդկորեն անհնար էր այդ իրավիճակը փոխվի, բայց գիտեք, մեր Աստված դուրս է մեր սահմանափակումներից, մեր Աստված վեր է մեր ամեն խնդիրներից, մեր Աստված վեր է ամեն տեսակ խնդիրներից, նա այն Աստված է, ով որ լուծում է խնդիրները, ով որ դուռ է բացում այնտեղ, երբ որ ես ու դու չենք տեսնում ինչ որ ելք, նա ճանապարհը հարթեցնում այն տեղերում, որ կարծես փակ ուղի է։ Ամեն։ Եվ գիտեք, սիրելիներս, լինում է այդպես, որ 5 տարի, 10 տարի, 20 տարի Աստծո մեջ ես ու ինչ որ հիասթափություններ են գալիս քո կյանքում։ Ես ասես նոր հույվը խոսում էր նրա մասին, զոհաբերում ես, միշտ ասում են տուր ու կտրվի, այն մարդեսկան տվեցինք ու չտեսանք որ տրվի։ Բա ուր է այդ որ այդ պիտի տրվի, բա ուր է այդ որ պիտի փոխվի, բա ինչի մարդիկ ասում են այսքան գործ եմ անում, գործերս մեկա չի հաջող, ինչի այսքան անում են, մեկա մի բան չի ստացվում իմ մոտ։ Եվ գիտես, կարծես ինչ որ սենց ժամանակներ է լինում մեր կյանքում, որ անընդհատ ինչ որ բան անում ես կամ աղոթում ես, ինչ որ բանի համար տարիներ շարունակ աղոթում ես։ Եղել է այդպես որ աղոթես երկար ու չստանաս աղոթքի պատասխանը։ Թե ձեր աղոթքները պատասխանում են։ Լուրջ եք նայում, ինչ այսօր խոսում ենք, աղոթում ենք ու տեղը պատասխանը գալիս է։ Դե մենակ իմ մոտ է, ժողովուրդը տես։ Ես ձեր մոտ իմ հավատքը կբարձրանա, ասեն զորացած հավատքով կգնամ այստեղից։ Որովհետև դուք հենց աղոթում եք, պատասխանը գալիս է։ Այդպես էլ է եղնում, ժողովուրդ ջան, բայց շատ անգամ լինում է, որ աղոթում ես, էլի աղոթում ես, դաժե ծոմ ես վերցնում երբեմն ու նորից ես աղոթում։ Կարծես բան չի փոխվում։ Աստված ջան, ինչքան, էլ ինչքան է պետք աղոթել, էլ ինչքան է պետք զոհաբերել, էլ ինչքան է պետք գալ եկեղեցի, քանի տարի, քանի ամիս, ինչքան։ Գիտես, երբ որ դու հստակ գիտես, ուրա քեզ Աստված տանում, երբ որ դու հստակ գիտես ով ես դու Աստծո մեջ, սիրելիս, ոչ մեկ ու ոչ մի բան երբեք քեզ չի կանգնեցնի։ Ուզում է 10 տարի անցնի, ուզում է 20 տարի անցնի, ուզում է 50 տարի անցնի։ Գիտեք, կային երկու մարդ, Եղիսաբեթը եւ Զաքարիան։ Հիշում եք Հովհաննես Մկրտիչի մաման ու պապան։ Գրված է, որ նրանք արդեն ծեր էին։ Մեր լեզվով ասած բանը բանից անցել էր, երեխա չէին ունենում։ Բայց իրանց մասին գիտեք ինչ է գրված, որ իրանք արդար էին, Աստծո ճանապարհներում անարատ էին գնում, ու չնայած նրան, որ արդեն ծեր էին,
ով մի սաղջան, Աստված օրհնի քեզ։ Ես չնայած իր տարիքին մարդը կարող ասել, այ մարդ դե արդեն թոշակից գնալու վախն է։ Հիսուս ջան, այսքան բան արել եմ քո համար։ Բայց գիտեք, մինչև հիմա էլ ծառայում է, մինչև հիմա էլ քարոզում է մարդկանց ավետարանը։ Ու գիտես, այս մարդիկ ծառայում էին տաճարում, գրված է Զաքարիայի հերթն էր եկել, հա, քահանայության, ինքը պիտի ծառայեր, երբ որ հրեշտակը եկավ նրա մոտ։ Նրանք աստվածավախ էին, աստվածապաշտ էին, Տիրոջ ճանապարհներում կատարյալ էին, սիրելիներս, բայց զավակ չունեին։ Ոնց եք մտածում, կարան իրանց մոտ տենց հարց ծագեր, Տեր, այսքան տարիներ քեզ ծառայում ենք, 20 տարի, Աստված ջան, 30 տարի, 40 տարի քո տան մեջ ենք, ամեն բան անում ենք, որ քեզ հաջողացնենք, ամեն բան անում ենք, որ ճիշտ լինի, ինչի մենք զավակ չունենք։ Եվ էլ է հեչ ձեր հետ տենց որ ամեն ինչը կարծես անում ես, հա, զոհաբերում ես, աղոթում ես, Աստվածաշունչ ես կարդում, եկեղեցի ես գալիս, բայց ոնց որ մի տեսակ սպասումները չարդարանան։ Չի եղել տենց բան, ժողովուրդ ջան ձեր մոտ։ Լինում է, չէ՞ մարդ ենք։ Ամեն բան է լինում է, եթե առաքյալների մոտ, մարգարեների մոտ էր լինում, սիրելիներս, մեր մոտ էլ է լինում։ Մեր մոտ էլ է լինում։ Բայց գիտեք, շարունակում էին հավատարիմ Աստծուն ծառայել։ Շարունակում էին հավատարիմ տաճարը գնալ իրանց գործը անել։ Օրերից մի օր հրեշտակը հայտնվեց։ Գաբրիելը, սովորական են հրեշտակ, չէ՞։ Գաբրիելը, որ Աստծո երեսն է տեսնում։ Ամեն մեկին տրված չի Աստծո երեսը տեսնի։ Գալիս է մեկը, որ Աստծո երեսն է տեսնում։ Շփոթվավ Զաքարիան, սա ինչ էր։ Ասեց երեխա ես ունենալու։ Քո աղոթքները Աստծո մոտ հիշվել են, քո գործերը Աստծո մոտ հիշվել են։ Եկել է ժամանակը, երեխա ես ունենալու։ Գիտեք, Զաքարիան չհավատաց, ինչի պատճառով չկարողացավ խոսալ, մինչև Հովհաննեսը չծնվեց։ Կծնվի մեկը, սովորական մեկը չի ծնվի, Հովհաննես Մկրտիչը կծնվի։ Կծնվի մեկը, ով որ Հիսուսի ճանապարհն է պատրաստել։ Եվ Հիսուսը նրա մասին կասի մարգարեների մեջ, նրանից մեծը չկա։ Սիրելիներս, դրա համար ինչքան կարևոր է ժողովուրդ ջան, անկախ ամեն ինչից, այսօր ուզում եմ խոսել դրա մասին, անկախ մեր կյանքի ամեն հանգամանքներից, հավատարմորեն շարունակել անել այն, ինչի մեջ որ Աստված քեզ կանչել է, ինչի մեջ որ Աստված քեզ դրել է։ Ուզում եմ ևս տեղ վերցնենք Աստվածաշնչից։ Գիտեք, Հակոբոսի մեջ երես շատ հայտնի տեղ է, բոլորը գիտեք, հենց առաջի գլխում Հակոբոսը խոսում է դրա մասին, խոսում է հավատքի մասին և հավատքով Աստծուց ինչ-որ բան խնդրելու մասին, որտեղ ասում է երկմտողը նման է ծովի հողմակոծված և տատանված ալիքին։ Այն մարդը թող չկարծի, որ Տերից մի բան կառնի, երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Գիտեք, երկմիտ մարդը իր բոլոր ճանապարհներում է անհաստատ։ Երկմիտ մարդը, տեսեք ինչքան կտրուկ Աստծո խոսք ասում, ասում է թող չսպասի, թող չմտածի, որ Աստծուց կարա ինչ-որ բան առնի։ Սիրելիս, եթե դու որոշում ես կայացրել գնալ Քրիստոսի հետևից, քո որոշումը, քո ընտրությունը, դու պետք է հաստատ անես։ Գիտես, կա ժամանակ մեր կյանքում, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին, ուրախությունով ընդունում ենք, Աստված ինչ-որ բան անում մեր կյանքում, գալիս ենք եկեղեցի Տիրոջ զորությունը, ներկայությունը ապրում ենք։ Եվ հետո սկսվում է իրական կյանքը, հետո սկսվում են դժվարությունները, ընտանիքներում է լինում դժվարություններ, ֆինանսների մեջ է լինում դժվարություններ, մարդկանց հետ է լինում դժվարություններ, բիզնեսի մեջ է լինում դժվարություններ։ Եվ գիտեք, կա ինչ-որ պահ, որ քո հավատքը փորձվում է, ու այդ ժամանակ դու պիտի հաստատ անես քո ընտրությունը։ Այդ ժամանակ դու պիտի հաստատ անես քո որոշումը, որ անկախ ամեն ինչից Տեր, ես քո հետևից կգամ։ Գիտես, եղել է ժամանակ իմ կյանքում, որ լացել եմ երեխայի նման հենց դժվարությունների միջով եմ անցել, ասել եմ Տեր, չեմ հասկանում ինչ է կատարվում իմ կյանքում, չեմ հասկանում ինչի է սա ինձ պատահել։ Բայց ես գիտեմ, դու իմ համար ծրագիր ունես։ Ես գիտեմ կգա ժամանակ ամեն բան կփոխվի։ 2 տարի, 3 տարի աղոթել եմ, ոչ մի պատասխան չի եղել։ Աստծուց ոչ մի խոսք չեմ ստացել։ Ոչ մեկ ինձ ինչ-որ մի հատ մարգարեական, ինչ-որ մի հատ սփոփանք, ինչ-որ մի հատ մխիթարություն չի ասել։ Բայց ասել եմ Տեր, չեմ հասկանում ինչ է կատարվում։ Բայց մի բան գիտեմ, ես ուրիշ ճանապարհ չունեմ։ Դու ես իմ ճանապարհը։ Ես քեզ եմ ընտրել։ Ես գիտեմ կգա ժամանակը,
ամեն բան կփոխվի։ Ու գիտես, եկել է ժամանակ, ամեն բան փոխվել է։ Ու լինում է այդպես մեր կյանքում, սիրելիներս, որ քո զգացմունքները, գիտես, ամեն բան քեզ հակառակ է, քո դեմ է խոսում։ Հանգամանքները քո դեմ են խոսում, մարդիկ քեզ դեմ են խոսում։ Ասում լսի գժվել ես, լսի ինչ ես անում, ուր ես գնում, խի ես անում, ինչ ես բռնել այդ քո հա եկեղեցի։ Մարդիկ ասում են ինչ է, որ գամ եկեղեցի վերևից կընկնի, վրես կապրեմ։ Լավ որ խնդրես վերևից այդ մի բան կընկնի։ Ով էր երեկվա ծառայությանը։ Երևան, հա Կարպուստը հետաքրքիր այդպես պատմություն պատմեց։ Լավ աղոթում ես վերևից էլ մեկ բաներ անգնում։ Իհարկե Աստված ունի իր ճանապարհները, ինչպես ինձ ու քեզ օրհնի։ Հա, բայց շատ անգամ մարդիկ գիտեք հիասթափվում են ճանապարհի կեսից։ Հիասթափվում են սիրելիներս ու գիտեք մի հատ շատ ինձ մոտիկ բարեկամ հովիվ ունեմ, չեմ ուզում իր անունը տամ, օրերից մի օր էլ է տենց դժվարություններ, ինչ որ ժողովուրդ ջան, ձեզ մի բան ասեմ։ Էդի ասում եմ ոչ թե որովհետև ես էլ հովիվ եմ։ Իրականում շատ ընկերներ ունեմ, որ հովվական ծառայության մեջ են։ Ու դա չեմ ասում նրա համար, որ ես էլ հովիվ եմ, դրա համար դա խոսում եմ։ Իրականում ես մի հատուկ հարգանքով եմ վերաբերվում հովիվներին։ Գիտեք, հովվական գործը, հովվական ծառայությունը, սիրելիներս, շատ իրականում դժվար ու շատ պատասխանատու գործ է։ Օրհնված է, իհարկե, որովհետև դու Տիրոջն ես ծառայում։ Հիսուս ասում է, հա, իմ բեռը թեթև է, իմ լուծը քաղցր է, բայց ամեն դեպքում գիտեք, դա ծանր աշխատանք է, դա դժվար աշխատանք է։ Ժամանակ կա, որ կնոջս հետ խոսում ենք, մեկ ասում եմ, լսի, ոնց որ ասում եմ, մենք մեր կյանքով չապրենք։ Մենք մեր կյանքով չապրենք, հա, անընդհատ ուրիշների հարցերի մեջ ես, այն մեկը զանգեց, այն մեկի տուն գնացիր աղոթելու, այն մեկի ընտանիքի մեջ անախորժություն է, այն մեկը երեխեն է թողել տանից գնացել, այն մեկը ուզում է ինքնասպանել, այն մեկը չգիտեմ ինչի մեջ է, ու գիտես ուզես չուզես դու անընդհատ այդ process-ների մեջ ես, անընդհատ այդ մարդկանց հետ աշխատանք ես տանում, ու երբեմն այնց տպավորություն է մոտը ստեղծում, որ դու քո կյանքը չունես, դու ուրիշների կյանքով ես ապրում, ու գիտեք այս վերջերս մեր եկեղեցումը տենց ընտանիքների համար, ամուսնական զույգերի համար երեկո են կազմակերպել, որպեսզի ամուսինները իրար հետ տենց լավ ժամանակ ունենան, հետաքրքիր իրար հետ ժամանակ անցկացնեն, գեղեցիկ ձևավորել ենք, մեր եկեղեցու դահլիճը լավ երաժշտություն, ուտելիք, մի խոսքով, ու տենց մի հատ հետաքրքիր խաղ էինք մտածել, որ շաբաթվա ընթացքում թե կինը, թե ամուսինը ինչ-որ մի հատ թուղթ կար այդպիսի պիտի քաշեր, դրա վրա ցանկություն էր գրած։ Ու ամեն առավոտ, խոսքի օրինակ պետք է այսօր քո կնոջ համար ռոմանտիկ երեկո կազմակերպես։ Կամ ասենք կնոջը կարող լիներ այսօր քո ամուսնու հետ պետք է գնաս բոսնելու, կամ ասենք ամբողջ օրը ամուսնուդ պետք է ասես սերես, հա, ամբողջ օրը ամուսնուդ պիտի այդպես դիմես սերես։ Իհարկե այնքան լիքը սենց ծիծաղելի իրավիճակներ, հետաքրքիր սենց բաներ կատարվում եկեղեցում, երբ որ կինը սկսում ամուսնուն սերես ասել, կյանքում սերես չի ասել։ Ասես ես ինչ քեզ պատահեց, հա։ Սենց հետաքրքիր բաներ էին պատմում։ Մի խոսքով ու այդպես մի օր Նարինեին դե մենք էլ ենք այդ խաղում ընկել էր, որ ինքը ինձ ինչ-որ տեղ պիտի հրավիրեր երեկոյան, ու այդպես գնացինք ռեստորանում նստած էինք։ Ասես այդ մեր երկուսի ժամանակն է։ Գիտես ու խոսում ենք, ինչ-որ բան ենք խոսում, հանկարծ մեզ բռնացրինք նրա վրա, որ անընդհատ եկեղեցու մասին ենք խոսում։ Ես իրար նայեցինք, պատկերացնում ես, մենք դաժե ստեղ չենք կարող։ Պրոստը իրար հետ ժամանակ անցկացնենք։ Իրար մասին խոսանք, չգիտեմ ինչ-որ։ Ասենք վсё, լավ, թողնում ենք եկեղեցի, մեզ տրամադրեցինք, այտենց լուրջ, թողնում ենք եկեղեցու հարցերը, վсё, այս երեկոն մեր երկուսի այս ժամը մեր ժամն է, իրար հետ արի ինչ-որ բաներից խոսանք մեր կյանքից։ Ժողովուրդ չանցավ 5 րոպե, հանկարծ մեզ բռնացրին, որ էլի եկեղեցու մասին ենք խոսում։ Նորից եկեղեցու մասին ենք խոսում, ու ինչի եմ դա ասում, իրականում գիտես հարգեք ձեր հովին, հարգեք հովներ, հարգեք այն մարդկանց սիրելիներս, ու ոչ թե նրա համար, որ գիտեք իրանք 100%-ով կատարյալ են, ես էլ կատարյալ չեմ, ժողովուրդ ջան, իհարկե ես կան տարի ծառայում եմ Աստծուն, բայց ես էլ փոխվելու տեղ ունեմ, ես էլ իմ վրա աշխատում եմ, բայց Աստված է իր կամքով մեզ ընտրել։ Ես իմ մասին ընդհանրապես միշտ ասում եմ Աստված ջան, ավելի լավ տարբերակ չկար, որ ինձ ես ընտրել։
Անկեղծ եմ ասում ձեզ, որ նայում ես, բայց Աստված գիտի մեր սիրտը, Աստված գիտի ինչի ենք մենք ընդունակ։ Մենք ուղղակի իրան ասել ենք այո Տեր։ Ու Աստված մեզ վերցրել է ասենց ասած գործի մեջ։ Դրա համար գիտես օրհնեք ձեր հորները, սիրելիներս, աղոթեք իրանց համար, բարձրացրեք նրանց ձեռքերը։ Գիտես, հեշտ է քննադատելը, երբեմն հեշտ է գնահատական կողքից տալ, բայց ասենք պատկերացրեք այսօր հարյուրավոր մարդիկ կան, ում հետ գործ ունենք, հա, աշխատում ես, գիտես, հնարավոր չի ամեն մեկին հաջողանաս, հնարավոր չի ամեն բան ամեն անգամ այնց անես, որ սաղի սրտով եղնի եկեղեցում։ Մեկը մի քիչ կնեղվի, մեկը կասի ինձ ուշադրություն չդարձրի, մեկը կասի ինձ բարև չտվի, բայց գնահատեք ձեր հորների աշխատանքը, սիրելիներս, բարձրացրեք իրանց ու հավատում եմ Աստված էլ ձեզ կօրհնի։ Հիսուս ասեց, եթե մեկը անգամ գիտեք մի բաժակ սառը ջուր տա իմ անունով, իմ ծառաներից մեկին, այս փոքրներից մեկին, իր վարձքը չի կորցնի։ Գիտես, այս ջուրը, որ ստեղ դրել ես հովի համար, արդեն վարձք ունես։ Հիսուսն է դա ասում։ Ամեն։ Եվ օրերից մի օր իմ բարեկամ Բովիլը, իմ շատ լավ ընկերն է, ինքը բավականին արդեն տարիքով է, իր հետ շատ խորհրդակցում եմ, մեր ճանապարհ ունի անցած։ Եվ օրերից մի օր ասում է, սենց արդեն հիասթափված էի, հոգնած էի, ասում է, եկա տուն, կնոջս էցեն բորբոքված խոսում եմ, նել եմ, վсё, հերիք ու բոլ եղավ, եկեղեցին ուզում եմ, փող անցեմ, գնամ չգիտեմ ես ինչ-որ տեղեկին ասեց, լավ ես անում, ճիշտ որոշում ես կայացրել, ասում եմ զարմացած նայեց իրան ասեց, սատանան էլ այդ ուզում։ Ասում եմ, ոնց որ սառը ջուր լսել։ Ասենց էդի վերջի անգամ էր, որ ես էլ այդպես բան ասեցի։ Գիտեք, լինում է այդպես, սիրելիներս, որ իրոք զուտ մարդկորեն հոգնում ես ինչ-որ բաներից, մարդիկ կան ընտանիքում խնդիրներ ունեն, Տեր ինչքան, երեխեքի հետ հարցեր ունեն, ամուսնու հետ, լավ ասում ես 5 տարի արդեն դիմանում եմ իրան, այս 5 տարի համբերում եմ իրան, կամ կինը, չգիտեմ ինչ-որ բաներ անում, այլ ինչքան կարամ տանում ես ամեն ինչը, երեխեքի հետ հարցեր կան, լավ ինչքան կարամ էլ համբերեմ, ինչքան ես բաները պիտի իրան թույլ տա։ Գիտես, երբ որ դու գիտես, ով ես դու, ով է Քրիստոսը քո կյանքում, ոչ մի բան քեզ երբեք չի կանգնեցնի։ Դու միշտ կհասկանաս, կգիտակցես քո ներսում, թեկուզ շատ բաներ կարող է չես հասկանում ինչի է դա քո հետ տեղի ունենում, բայց դու գիտես կա մեկը գիտի քո մասին, կա մեկը հսկում է քո կյանքի ամեն իրավիճակները, կա մեկը ունի պատասխան քո կյանքի ցանկացած իրավիճակի համար։ Ամեն։ Եվ գիտեք, սիրելիներս, ցավով եմ ասում, բայց շատ դեպքեր գիտեմ, որ մարդիկ գալով Աստծուն շատ ոգևորվում են սկզբից, բայց ինչ-որ մի հատ փորձության են հանդիպում, ու հետո շատ հեշտ թողնում են Աստծուն։ Գիտեք, Պողոս առաքյալը դրա մասին կխոսի, որ ոմանք ովքեր իր գործընկերներն էին, իր կողքին քայլում էին, ասում է, հեռացան, աշխարհը սիրեցին, գնացին աշխարհ։ Ես գիտեք ցավով եմ ասում, բայց շատ մարդիկ կան այսօր, որ Աստծո մեջ են, ծառայում են Տիրոջը, նայում ես 5 տարի, 10 տարի, 15 տարի եկեղեցում է, մեկ էլ գործերը լավանում է, մեկ էլ տեսար մի բիզնես դրեց, երկրորդ բիզնեսը դրեց, վсё, տեսնում ես այդ եկեղեցում չի, ուր ես, դե գործ ունեմ, դե չեմ հասցնում, ժամանակ չկա, վсё, գործերը լավ, Աստված էլ իրան պետք չի։ Կամ հակառակը, մարդիկ հիասթափվում են, բա ուր է, բա այսքան նեղություններ եմ կրում, բա այսքան բաների միջով եմ անցնում։ Ինչքան են մարդիկ ինձ ասել, գիտես, մարդիկ, ովքեր քո աչքի առաջ եկեղեցում մեծացել են 5 տարի, 10 տարի, ասում եմ, բա ուր է, մեկը ինձ մի օր կնոջս հետ այգում պատահական հանդիպեցինք, որոշ դժվարություններ էին իրանց կյանքում անցնում, գիտեք, ու այնց մարդ, ում մասին, որ մենք անձամբ գիտենք, Աստված ինչքան հրաշքներ արել իրանց ընտանիքում, իրանց հարսի հետ խնդիր կար, Աստված հրաշք արեց, բժշկեց, իր տղեն կորած էր, երկար տարիներ տուն չէր գալիս, իր մասին նորություն չունի, անգամ մտածում են, որ մահացել է, իրանց տղեն վերադարձավ, աղոթքներով, գիտես, հավատում էին, կանգնած եք, իրանց տղեն հետ եկա, հետո օրերից մի օր մի վատ բան եղավ իրանց ընտանիքում, իրանք եկեղեցի չէին գալիս, չնայած նրան, որ ամեն անգամ իրանք խնդրում էին ինչ-որ բան Աստծուց ու Աստված հրաշք էր անում։ Եվ երբ որ հանդիպեցինք, արդեն գիտեինք ինչ է տեղի ունեցել, նայեցի իրան, ասի քուրս ասի Հիսուսից բռնվի։
Հիսուսից բռնվեք, Աստված մենակ արա ձեզ օգնի այդ իրավիճակից դուրս գաք։ Գիտեք ինչ ասեց, ասեց այդ Հիսուսը, բա այսքան որ իրան խնդրում ենք ինչի մեզ չի օգնում։ Գիտեք, այնքան իմ համար սենց ոնց ասեմ, այնքան ուժեղ էդի կպավ ինձ, այնքան վիավորական էր, ոնց որ այդ գիտեք Հիսուսի անվան համար սենց այդ մի հատ բան մեջս նախանց բարձրացավ, ասեմ ոնց կարելի է Աստված այդքան բան է ձեր կյանքում արել, դու հիմա կանգնել ես, ինքդ չես բռնել Աստծուն, ինքդ Աստծո հետևի չես գնում, չնայած ինչքան խնդրել եք, Աստված ձեզ հասել է։ Հիմա այդ մի հատ վատ բան է եղել, կանել ասում է այդ Հիսուսը, բա ուր է այդ Հիսուսը։ Գիտեք, մի հատ դեպք եմ ուզում պատմեմ, այն ժամանակ դեռ տաշիրում էինք, մենք տաշիրից ենք, ընդհանրապես մինչև մեր Ռուսաստան գնալը տաշիրում ենք ծառայել, օրերից մի օր ուրեմն մի հատ ընտանիք կար, որ ուրեմն մաման եւ քույրը հաճախում էին եկեղեցի, այդ տղեն չէր հաճախում եկեղեցի ու վերադարձել էր Ռուսաստանից, ինչ-որ վատ բաների մեջ էր եղել, չգիտեմ, ինչ-որ տեղում էր հայտնվել ու տուբերկուլոզով հիվանդացել էր ու իր մոտ այնքան էր արդեն այդ հիվանդությունը զարգացել, այնքան վատ արդեն ստադիա էր, որ ինքը հազում էր բերանից թոքի կտորները արյան հետ գալիս թափում էին, այդքան վատ վիճակ էր արդեն եւ իհարկե մենք այդ տղու մասին գիտեինք, իր ընտանիքը եկեղեցի էր հաճախում, օրերից մի օր զանգեց իր մաման, ասեց շատ վատ վիճակ է, շտապ օգնություն են կանչել, շտապ օգնությունը եկել է, բժիշկները ստուգել են, ասել են վերջ, 2-3 ժամից ձեր տղան կմահանա, ստեղան հույս վիճակ է, իսկի ասել էին իմաստ չունի իրան հիվանդանոց էլ տանենք ու այդ տղայի ուրեմն մամային տվել էին մի հատ թուղթ ստորագրել, ասել է լսի մեկը 3 ժամ հետո մեռած է լինելու, նորից պետք է մեզ կանչեք, գանք, որ այդ մահվան, ոնց որ ինչ-որ վերաբերյալ թուղթ է, որ բժիշկները որ գալիս են, տալիս են ստորագրել, արձանագրում են, այդ փաստը, որ մարդը մահացել է, ասել էր խնդրում են, ստորագրեք այս թուղթը, մեկը մեռնելու է, այստեղ տարբերակ չկա, որ երկրորդ անգամ չգանք, 3 ժամ ժամանակ էին տվել։ Ու զանգեցին դե պատկերացրեք, նենց մի հատ ձայնով, արդեն նենց մի հատ մթնոլորտ է, որ ասես այդ տղեն արդեն մեռել է, արդեն կենդանի չի։ Ու իհարկե մենք գնացինք իրանց տունը, ես էի, չգիտեմ մեր տաշիրի հովին Աբոյին ճանաչում եք, Աբոյի հետ էինք, Աբոն էր ու մի հատ էլ քույրիկ էր մեր եկեղեցուց, 3-ով գնացինք եւ սկսեցինք աղոթել այս տղայի համար, դե եկել ենք ժողովուրդ ջան, անկեղծ կասեմ, իմ հավատքը չէր երիկում, որ հեսա աղոթելու ենք, դե որ այդ տղին էլ տեսնեիք, մի ամիս հաց չէր կերել, այն որ մի հատ կմախքի վրա մի հատ սենց կաշի բռնեն քաշեն, այդ այնց վիճակ էր, չորացել էր, մի ամիս ոչ տեղից վեր էր կացել, ոչ հաց էր կերել, ահավոր վիճակ, ինքն էլ մի հատ չգիտեմ ինչ որ կիսասև, մոխրագույն, ինչ որ կապտավուն, սենց ոնց որ մեռել իրականում մեռներ պարկած։ Ու եկանք ինչ պիտի անենք, սկսեցինք խոսալ Կոյրուներ անուն, ասի դե Կոյրուն ջան, ասի կյանքը սրանով չի վերջանում, կա հավիտենական կյանք, մի փոքր խոսեցի ապաշխարության մասին, ասի ճիշտ կլինի, որ Աստծո հետ հաշտվես, որովհետև կյանքը հավիտյան է, որպեսզի Հիսուսի հետ լինես։ Ինքը համաձայնվեց, սկսեցինք ապաշխարության աղոթել, ցածր էր խոսում, շատ արեց, սկսեցինք իր համար աղոթել, ժողովուրդ սկսեցինք աղոթել, այս տղոից սկսեց տարօրինակ ինչ-որ բան կատարվել։ Չգիտեմ, ինչ-որ մի հատ անտեսանելի ուժ, կարծես իրան տանջում էր, որովհետեւ մանրամասները հիմա չպատմեն, ու մենք զարմացած էինք ինչ է կատարվում։ Գիտենք, որ ֆիզիկապես ինքը խնդիր ունի, բայց ինչ-որ հոգևոր բան սկսեց տեղի ունենալ, զանգեցինք մեր հովին, այդ ժամանակ մենք հովի օգնական ենք, ասի հով ջան, սենց բան է կատարվում, ասի ինչ անենք։ Ասեց 2 ժամ լեզուներով աղոթեք, տեն ժամն էլ ասեց 2 ժամ լեզուներով աղոթեք։ Սկզբից սենց մտածի 2 ժամ, դե ասի հովը ասում է, ինչ պիտի անենք, հնազանդվենք պիտի աղոթենք, հովիվը մի բան որ ասում է, հնազանդվել է, դրա հետև օրնություն կա, ու կաստեղ մարդ որ լեզուներով աղոթում է, փառք Տիրոջը, ով որ դեղ չի աղոթում, խնդրեք հովին, որ աղոթի ձեր հետ, որ մկրտվեք Սուրբ Հոգով, ու սկսեցինք աղոթել, աղոթում ենք, կես ժամ, մի ժամ, ուղղակի աղոթում ենք լեզուներով, հովը ասել է աղոթում ենք, չգիտենք իսկ ինչ կարա տեղի ունենա։ Մեկ էլ չեմ հիշում արդեն մի ժամ 10 րոպե երևի աղոթում ենք, գիտեք, այնց մի հատ թանձր Աստծո ներկայություն եկավ այդ սենյակի մեջ։ Գնացի նստեցի այդ տղու կողքը, ձեռքս դրի վրան, սկսեցի աղոթել իր համար։
ժողովուրդ Հիսուսի ներկայությունը այնքան ուժեղ եկավ այդ պահին, որ իմ ամբողջ էությունով շոշափելի ֆիզիկապես կարա իր ներկայությունը սենյակի մեջ զգայի։ Այս տղեն սկսեց ուժեղ լաց լինել, ուժեղ սկսեց լաց լինել ու Հիսուսի անունը տալ, Հիսուս ջան, պրոստը Հիսուս ջան, սենց հա Հիսուսի անունը էր տալիս ու շարունակեցի աղոթել իր համար, ասի, օրյուն ասի, նույն բան է զգում, ինչ որ ես եմ զգում։ Գիտեք, այնքան իրական էր Աստծո ներկայությունը այդ սենյակի մեջ, որ հնարավոր չէր չզգալ։ Ու այս տղեն լավ մի 5 րոպե երևի տևեց այս վիճակը։ Գիտեք, մեկը ամբողջից վեր կացա, այս տղեն թռավ ամբողջի մեջից վեր կացավ, ժողովուրդ մի ամիս տեղից վեր չէր կացել։ Սկսեց սենյակի մեջ թռվռալ, սկսեց շարժվել ակտիվ սենյակի մեջ։ Հիմա նստած սենց ապշած բոլորս նայում ենք իրան, որ Պետրոսի համար աղոթում էին, հիշում եք, եկավ չհավատացի, որ Պետրոսն է, երև իր հրեշտակն է, ավելի հեշտ հավատացի, որ հրեշտակն է, կանցել հետաքրքիր են, չէ, քրիստոնյաները երբեմն։ Հիմա աղոթել ենք, որ հրաշք եղել է, նստած չենք հավատում։ Շոկի մեջ ենք, ես ինչ էր եղավ։ Ինձ որ ասեն աղոթի սենց բան կեղնի, անկեղծ եմ ասում, իմ հավատքը այդքան չէր երիքի, որ մեր համար էդի հավասար էր նրան, որ մեռելը հարություն առավ, ուղղակի որ տեսնեիք, այդ տղային կպատկերացնեիք։ Ու աղոթեցինք հետո մի 2 ժամ այդ ոնց որ մեռնելու այդ մեռած տան մթնոլորտը փոխվեց հարսանիքի տան մթնոլորտի, 2 ժամ հետո գնացինք տներով, հաջորդ օրը զգուշորեն զանգել ենք իմանանք ինչ կա։ Մարդ ես էլի գիշերվա մեջ կարող է բանա փոխվել։ Մարդ ես կարող է էմոցիաների պորտը կումեր, չգիտեմ ինչ էր։ Եվ իհարկե ինքը այդ երեկո հաց էր կերել, առավոտյան իր մոտ ամեն ինչ լավ էր, 2 շաբաթ հետո իր ոտքով եկավ եկեղեցի վկայեց, որ Աստված հրաշք արել։ Մի ամիս անցավ, այո, փառքը Հիսուսին, այս փառքերը Տիրոջն է բարգանում։ Աստված հավատարիմ է, ժողովուրդ ջան, բայց մի քիչ առաջ ընկնելով ցավոք սրտի, ասեմ, որ այս պատմությունը հետո լավավար չունեցավ։ Ու ուզում եմ դրա մասին խոսել։ Անցավ մի ամիս, ամեն ինչ լավ է, ժողովուրդ անցավ 2 ամիս, ամեն ինչ լավ է, մեր տներն է գալիս, հոսնում է, եկեղեցի է գալիս, ռեալ մեր աչքով այդ հրաշքը տեսել ենք, ստեղ ուրիշ բան չէր կարա մեռած մարդը կարելի ասել կենքանացավ։ Մի օր մեր աղբերներից մեկի տանը նստած էինք և գիտեք ինչ-որ տենց հեռուստացույցի տենց արեստանոց ունեն, մի հատ ինչ-որ համերգ էր գնում, կիսամերկ աղջիկներ էին պարում, սովորական ինչ-որ աշխարհիկ համերգ էր գնում, ես շատեր նստած նայում էր, մեր աղբերներից մեկն էլ հումորով լուրջ կիսա, կատակ ասեց, ինչ ես այդտեղ տեսել, այդտենց ուշադիր նայում ես, հասկացնելով, որ ինչ ես այդ աղջիկների նստած այդտենց ուշադիր նայում։ Գիտեք, մեկ էլ ես տեղից վեր թռավ, ասեց, գիտես ինչ կա, ինձ սենց կյանքը ձեռ չի տալիս։ Ժողովուրդ չացավ 5 օր, չէ 6 օր, ավելի վատ։ Գիտեք, այդ ամեն ինչը, որ մեր աչքի առաջ չեղներ կասել, դե երևի պատադե ինչ-որ մի բան եղել էր, մենք մեր աչքով տեսել ենք Աստված ինչ արել։ 5 թե 6 օր հետո ավելի վատ ընկավ անկողինը ու մի քանի օր հետո մահացավ։ Գիտես, այդ դեպքը իմ համար հենց մեծ դաս եղավ, ժողովուրդ, շատ անգամ մենք Աստված փրկում է մեզ, Աստված հավատարիմ է, Աստված ողորմած է, գիտեք, ոնց որ այն ավազակին վերջի պահին Հիսուսը խաչի վրա փրկեց, այդտենց այս տղին փրկեց, կյանք տվեց, ոչ թե ուղղակի փրկություն տվեց, կյանք տվեց, ինքը կարար դեռ շարունակեր ապրել 30 քանի տարեկան էր այդ ժամանակ, դեռ կարար կյանք կառուցեր, Տիրոջը ծառայեր, շատ գործեր աներ այս կյանքում, բայց ինքը ասեց, ինձ սենց կյանքը ձեռ չի տալիս, գիտես դա հավասար էր, որ ինքը իր մահվան թուղթը իր ձեռով ստորագրեց։ Ինքը իր բերանով հրաժարվեց Հիսուսից կարելի ասել։ Սիրելիներս, ինչքան կարևոր է, այս կյանքում մենք կարանք տարբեր բաների միջով անցնենք։ Գիտես, մարդիկ կան սիրում են աշխարհը, չեն կարա թողնեն աշխարհը։ Ինչքան այսօր եկեղեցու մեր աղբերների հետ ինչքան երբեմն դժվար է ինձ լինում։ Գիտես, 5 տարի, 10 տարի եկեղեցում եմ մի հատ ծխել չեն կարա թարգել։ Մի հատ ծխել չեն կարա թարգել։ Գիտես, եթե դու ընտրել ես այս ճանապարհը, խոսք ասում է հաստատ արա քո ընտրությունը։ Գիտես, կա ժամանակ, որ այո, Տերը քեզ փրկել է, այդ առաջի սերը, քաղցրությունը, մեջդ վառվում է այդ Տիրոջ կրակը, բայց հետո սկսվում է իրական կյանքը, հետո սկսվում է փորձվել քո հավատքը։ Կարաս թողնես աշխարհը, կարաս թողնես հինը,
Կարաս Հիսուսին բռնած գնաս առաջ, կարաս Հիսուսին խաթեր, սենց ասել։ Թողնես ծխելը, թողնես չգիտեմ խմելը, թողնես շնությունը, սուտ խոսալը, բամբասելը, ատելությունը, չներումը, կարաս Տիրոջ խաթեր, թողես էդի։ Ընտրությունը պիտի հաստատ անես, ու Պետրոս ասում է այսպես անելով դուք ձեր փրկությունը կպահեք մինչև վերջ։ Հասկանում եք, որտեղ երբ որ դու սենց վրոյզի Հիսուսի հետ ես, բայց մի տեսակ սիրում ես աշխարհը, չես ուզում թողնես աշխարհը։ Գիտեք, շատ մեծ վտանգ կա, շատ մարդիկ գիտեն, որ խաղ անելով հավատքի կյանքի հետ աշխարհ են գնացել, աշխարհ ավելի են սիրել, ընտրությունը հաստատ արա։ Հետո կա մի ուրիշ բան, սիրելիներս, երբ որ մեր կյանքում պրոբլեմներ են գալիս։ Պրոբլեմներ են գալիս ու երբեմն դժբախտություն է գալիս։ Եղել են կան ստեղ մարդիկ, որ կյանքում ինչ-որ վատ բան է կապել, չգիտեմ, ձեր հարազատին է կորցրել, ձեր ընտանիքի ինչ-որ անդամին է կորցրել։ Գիտեք, կար ժամանակ, դրա մասին չեմ ուզում շատ երկար վկայեն, պատմեն, բայց կար ժամանակ մենք էլ երեխա ենք կորցրել։ Գիտեք, արդեն ծառայության մեջ ենք, ծառայում ենք Տիրոջը, մի ուրիշ տեղ էլ եկեղեցի ենք անգամ սկսել, միսիոներության ենք գնում, բայց դժբախտ բան տեղի ունեցավ մեր ընտանիքում։ Մեր առաջին տղան, մի հատ հարբած տղա, մեքենայի հետևից եկել խփել, ու տեղը մեր երեխեն մահացել էր։ Ու գիտեք, ինչքան հարցեր, ինչքան բան կարա մարդու մեջ եղնի, դու Աստծո մեջ ես, դու ծառայում ես Տիրոջը, դու Հիսուսի հետ ես քայլում, դու աղոթում ես, քո երեխին ամեն օր օրհնում ես, հա։ Ոնց կարա այդպես բան տեղ։ Գիտեք, իմ համար էդի այնքան լուրջ փորձություն էր իմ հավատքի։ Մի հատ կին կար մեր եկեղեցում, այդ դեպքից հետո դադարեց եկեղեցի գալ։ Օրերից մի օր Նարինեն կինս իր խանութի մոտով անցնելով ծաղիկի խանութ ուներ, ասել էր ուր ես գնում, Կիրակի օր էր դա, ասել էր եկեղեցի եմ գնում, դու չգիտես որ մենք Կիրակի օրերը եկեղեցի ենք գնում, Նարինեն ասել էր այսքան բանից հետո էլ եկեղեցի ես գնում, գիտեք հետաքրքիր ինչ է, որ այդ դեպքը մեր հետ էր պատահել, մենք Աստծուն չենք թողել, բայց ինքը կողքից դա նայելով արդեն հիասթափվել էր Աստծուց, թողել էր Աստծուն։ Ես կարամ մի բան ասեմ, սիրելիները, շատ բաներ կա մեր կյանքում, մենք չենք կարա բացատրենք, ինչի է դա տեղի ունենում։ Բայց մի բան հաստատ գիտենք, մեր Աստված հավատարիմ Աստված է։ Իր սերը մեր նկատմամբ չի փոխվել։ Աստվածաշունչը շատ պարզ մի բան կասի։ Աստված, գիտեք, ես բոլոր մարդկանց մի պատասխան ունեմ։ Այն մարդկանց, ովքեր կասկածում են Աստծո բարության վրա, այն մարդկանց, ովքեր կասկածում են Աստծո սիրո վրա, այն մարդկանց, ովքեր կասկածում են, որ իրանց աղոթքները լսվում է, որ Աստված իրանց համար հոգ է տանում։ Մարդիկ կան ասում են, բա որ Աստված կենդանի է, Աստված սեր է, բախի մեր ազգի հետ սենց բան եղավ, բախի այսքան երիտասարդ գնաց մահացավ, բախի ես ինչ բան ա լինում, այս բանը, բախի այն ընտանիքում սենց։ Ես մի պատասխան ունեմ, սիրելիներս։ Աստվածաշնչում շատ պարզ գրված է։ Աստված իր սերը ապացուցեց այն ժամանակ, երբ որ Հիսուսը խաչի վրա մահացավ իմ ու քո համար։ Ու վերջակեց, սիրելիս։ Աստված իր սերը արդեն ապացուցել է։ Ով ինչ ուզում է ասի, խաչի վրա խաչը դա մեծ վկայություն է իր սիրո մասին։ Աստված ապացուցել է իր սերը։ Աստված ուղղակի չի խոսում նրա մասին, որ ինձ ու քեզ սիրում է, ինքը ապացուցել է իր սերը։ Կան բաներ, որ մենք չենք հասկանում, իհարկե կան, սիրելիներս, մենք աստվածներ չենք։ Շատ բաներ կան, մենք չգիտենք դա ինչի է տեղի ունենում, մի բան հաստատ գիտենք։ Աստված հավատարիմ Աստված է, Աստված սիրում է մեզ, Աստված իր որդուն է տվել, որպեսզի ես ու դու փրկություն ունենանք։ Գիտես, կան մարդիկ եկեղեցում ծառայության մեջ են, սրա մասին էլ եմ ուզում խոսել։ Եթե դու քո կոչումը, քո ընտրությունը հաստատ չանես, սիրելի, շատ հեշտ կարաս ապստամբես, հովի դեմ, եկեղեցու դեմ, մարդկանց դեմ։ Գիտեք, լինում է դա, ցավոք սրտի լինում է եկեղեցիներում։ Մենք էլ ենք ինչ-որ բաների միջով անցել։ Եվ ես ուզում եմ ձեզ մի բան ասել, եթե դու քո կոչումը հաստատ չանես, քո ընտրությունը հաստատ չանես, շատ հեշտ կարող է թողնես եկեղեցին, սիրելիս։ Լինում է, որ, գիտեք, նորից կասեմ ենք բոլորս մարդ ենք, տարբեր իրավիճակներ կարա եկեղեցում լինի, տարբեր բաներ կարան լինեն, գիտես, հովիվն էլ կատարյալ չի, կարան խնդրեմ նվագին չէ։
Գիտեք ու այնքան հետաքրքիր էր այս վերջերս մի հատ այնց իրավիճակ եղավ մեր եկեղեցում, մի քուրի կար մեզանից նեղացել էր։ Զարմանալին այն է, որ ես ու իմ կինը իր մասին լավ ենք խոսացել։ Մենք մտածում ենք իրան ծառայության մեջ դնելու մասին։ Ինքը դրա մասին գաղափար չուներ անգամ, որ մենք իրան աչքի տակ ունենք, մենք իր մասին մտածում ենք, իր ուժեղ կողմերը տեսնում ենք, ուզում ենք իրան վերցնենք ծառայության մեջ։ Ինքը չգիտեր այդ բաները, մենք իրան չէինք ասել դրա մասին։ Բայց գիտեք, եկավ ինչ-որ ժամանակ, իր մեջ ինչ-որ բողոք բարձրացավ, բա ես իխի ասենց, բա ես այսքան բան եմ անում եկեղեցում, բա ոնց է ոչ մեկ չի նկատում, ինչի ես մենակ էդի պիտի անեմ։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ մի բան ասեմ, առաջ երթին ինչ-որ դուք ստեղ անում եք, դուք Հիսուսի համար եք անում։ Արեք ասում է ինչպես թե Տիրոջը ծառայելով, ոչ թե մարդկանց։ Առաջի երթին դու ինչ-որ անում ես, նրա համար ես անում։ Դրա համար գիտես քո վարձքն էլ իրանից է լինելու։ Ու գասես դե ինձ ստեղ չեն նկատում, ինձ ստեղ չեն տալիս, բա ոնց այսքան տարի հավատարիմ ծառայում եմ, բա ինձ խի ուրիշ ծառայություն չեն տալիս։ Դե շարունակի հավատարիմ խոնար, գլուխդ կա խանել քո գործը։ Աստված քո տեղը գիտի։ Աստված քեզ անունով ճանաչում է։ Կգա ժամանակը, Տերը կբարձրացնի, կդնի ուր որ պետք է, կանի քո միջոցով, քո կյանքում ինչ որ պետք է, բայց դու հավատարիմ շարունակի քո գործը անել, սիրելիս։ Եվ գիտեք, հետաքրքիր է, որ շատ անգամ լինում է այսպիսի բանը։ Ես ուզում եմ մի դրվագ էլ իմ կյանքից պատմեմ։ Ուրեմն դա արդեն կալուգայում էր, դաշիրում էր որոշ բաներ եղավ մեր եկեղեցում, դեր ժամանակ ես արդեն Ռուսաստանում էի, հովիվը փոխվեց եւ այլն։ Բայց գիտեք, ոչ մի անգամ չեմ ապստամբել իմ հովիների դեմ։ Ոչ մի անգամ չեմ ապստամբել, սիրելիներս։ Եղել են սխալներ, եղել են ինչ-որ դժվար իրավիճակներ, եղել են բաներ, որ անձամբ իմ հետ կապված ինչ-որ հարցեր ա եղել, որ իմ դեմ ասենք ինչ-որ սխալ բաներ ա տեղի ունեցել, բայց ոչ մի անգամ չեմ ապստամբել Աստծո մարդկանց դեմ։ Ես հավատում եմ, որ Աստված գիտի ամեն բան, ու դատաստանը Տիրոջն է։ Մեր գործն է, գիտեք ինչ անենք սիրելիներս, Աստծո առաջ մեր սիրտը միշտ ուղիղ պահենք։ Անկախ նրանից մարդիկ մեր շուրջը ինչ են անում։ Եկեք ոտքի կանգնենք։ Գիտեք, էլի կարելի է երկար զարգացնել այս թեման։ Կյանքում միշտ էլ պատճառներ կա, որ ուզում ես հանձնվես։ Եկեղեցում էլ հարցեր կլինեն, ընտանիքում էլ հարցեր կլինեն։ Ես մեղքի մասին խոսացի, աշխարհը սիրելու մասին խոսացի։ Կյանքում կորուստներ կարան լինեն։ Ու գիտեք, ցանկացած բան կարա պատճառ դառնա, որ դու հիասթափվես ու Աստծուն թողնես։ Միշտ հիշիր, սիրելիս, Աստված հավատարիմ է։ Աստված երբեք մեզ չի թողնում։ Նրա անունը հավատարիմ է, հավատարիմ Աստված։ Եկեք մենք էլ հավատարիմ լինենք։ Ու գիտեք, ուզում եմ վերջի տեղը կարդամ Պողոս առաքյալի կյանքից ու իրար հետ կաղոթենք։ Գիտեք, Պողոսը ունիկալ անձնավորություն է, ունիկալ անձնավորություն է։ Իմ ամենասիրած պերսոնաժներից մեկն է Աստվածաշնչում։ Գիտես, այս Պողոսի կյանքը, որ կարդում ես, ես չգիտեմ սրանից վատ ինչ կարա եղնի մեր կյանքում, որ մենք թողնենք Աստծուն։ Տեսեք Պողոսը ինչ է ասում։ 2 Կորինթացիս 11-րդ գլխում է դրա մասին գրված։ Անարգանքի համար եմ ասում, իբր թե մենք տկար էինք, ինչ բանով որ մեկը համարձակի բարձենալ, անմտությունով եմ ասում, ես էլ եմ համարձակվում։ Եբրայեցի են, ես էլ, իսրայելացի են, ես էլ, Աբրահամի զավակ են, ես էլ, Քրիստոսի պաշտոնյաներ են, հիմարությունով եմ ասում, թե էլ ավելի ես։ Մանավանդ աշխատանքներով, ծեծերով էլ ավելի, բանտերի մեջ մանավանդ, մահերով շատ անգամ, հրյաներից 5 անգամ 40-ից մեկը պակաս ծեծ ընդունեցի, 3 անգամ ձախկով ծեծվեցա, 1 անգամ քարգոցվեցա, 3 անգամ նավակոց եղա, մի ցերեկ եւ գիշեր անդունդում մնացի, շատ անգամ ճանապարհներում, գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հետանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ, ջանքի մեջ եւ աշխատանքի մեջ, շատ անգամ արտնությունների մեջ, սովի եւ ծարավի մեջ, շատ անգամ ծոմի մեջ, ցրտի եւ մերկության մեջ, բացի արտաքին նեղությունները, ինձ վրա կիտվում է ամեն օր ամեն եկեղեցիների հոգսը։
ու գիտեք այստեղ իմ դուրը գալիս է։ Տեսեք ինչ ասում Պողոսը։ Ով կտկարանա, եւ ես չեմ տկարանա։ Ով կգայթակղվի, ես չեմ բորբոքվի։ Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարություններով կպարծենամ։ Եկեք Պողոսի նման լինենք ժողովուրդ։ Պողոս ասում է իմ նման եղեք, ինչպես ես Քրիստոսի նման։ Գիտես այնքան բաներ աստեղ թվարկում, գլուխդ կարած բռնես, վտանգներ, ծեծեր, ջար, աստվածաբաներ ասում են ամենակիչը Պողոսը 4 անգամ մեռել հարություն առել։ Ստեղ միտեղ կա ինքն ասում, ծովի հատակում մի ամբողջ օր, քարկոծեցին, հաստատ մեռել է։ Աստված հարություն ա տվել մի քանի անգամ։ Գիտես նայես այս մարդու կյանքին, էլ ծեծ, էլ ջարդ, էլ վախ, էլ զրկումներ, էլ ցուրտ, էլ սով։ Ասես սաղ պատճառները կա Աստծուն թողելու համար։ Չէ, ասում է ով կտկարանա, ես չեմ, ով կբորբոքվի, հա, կամ ասում է կգայթակղվի, ես չեմ բորբոքվի։ Պարծենալ էլ պետք է լինի իմ տկարություններով կպարծենա, որովհետև իմ տկարությունների մեջ միտեղ ասում է Տիրոջ շնորհքն ա գործում, նրա զորությունն ա գործում։ Դրա համար սիրելիս, չհիասթափվես, քո ընտրությունը հաստատ արա, քո որոշումը, քո կոչումը Աստծո մեջ հաստատ արա, թող ոչ մի բան չկարողանա քեզ կանգնեցնի, որ մինչև վերջ գնաս առաջ, այս քաղաքը սպասում է ձեզ։ Աստված այստեղ դրել է, որ դուք մեծ գործ անեք սիրելիներս, չթերագնահատեք դա, չնայեք ձեր սոցիալական վիճակին, ով եք, ինչա ձեր անունը, դուք Քրիստոսին ունեք, ուղղակի գնացեք ու Քրիստոսին տարեք այս աշխարհի մեջ, ու կտեսնեք Աստծո փառքը այս քաղաքում։ Այն ինչ որ Աստված մինչև հիմա արել է, դա գիտեք, պատգատով կա հայերեն ոնց կլինի։ Դա նախապատրաստում է եղել, նախապատրաստական աշխատանք է եղել։ Ընդունեք սա որպես մարգարեական։ Աստված ձեզ պատրաստել է մինչև հիմա ավելի մեծ բանի համար։ Ավելի մեծ բանի համար, սիրելիներ, ցուցանեք։ Գնացեք առաջ։ Ուզում եմ հավատալ միասին։ Ուզում եմ օրհնեմ ձեզ ու հավատում եմ, որ դեռ շատ վկայություններ ու շատ հրաշքների մասին կլսենք ձեր եկեղեցուց։ Ամեն։ Ամեն։ Հարկասում, եկեք բարձր սախարեն, մեր Տիրոջը, մեր զորավոր ամենակարող Աստծուն, Փառք Տիրոջը։ Շնորհակալ ենք շատ, Հովիվ Տեր ջան, Փառք Աստծուն։ Սա խոսքեր երկնքից զորացնող, բարձրացնող, ուժ տվող, ժողովուրդ ջան, Փառք Աստծուն։ Իրոք Աստված գիտի, որ ժամանակին մեզ ինչպես կերակրի։ Ամեն անչափ շնորհակալ ենք Հովիվ ջան, Փառք Աստծուն, այս խոսքի համար, այս զորավոր աղոթքի համար եւ ուզում ենք մի փոքր մեր նարինեք ու լիքինացիք։ Տիրոջը սիրելիներ գոհնված ես, այս խոսքը ամուր բռնի, թե վկայությունները, հավատ բարձրացնող վկայությունները, թես ներկայությունը Տիրոջ որ կա, մենք սենց ամուր բռնենք, ոնց որ Հովիվը աղոթեց, առաջ շարժվենք ու շատ պտուղներ բերենք, ամեն, մինչ կգնանք մեր Հովիվ Միսակը կարճ ուզում եմ ես հետ խոսի, համեցեք Հովիվ ջան։ Բարձր տապ Հովիվ Տերեն ես իմ կողմից նույնպես խորին շնորհակալություն եմ հայտնում հզոր խոսքի համար։ Իրականում հզոր խոսք էր սիրելիներս։ Ես խորհուրդ կտամ, որ ձայնագրությունը անպայման երկրորդ անգամ ասեք, որովհետև ես մտածում եմ, որ դա շատ կզորացնի ձեզ։ Ես ընդամենը 2 րոպե եմ հիմա դուրս եկել, որպեսզի արթնացնեմ քո միտքը, որ հաջորդ կիրակի սպասումով գաք։ Որովհետև Տերը ունի ինչ-որ բան փոխանցել քեզ սիրելիս։ Ես հավատում եմ, որ մենք ապրում ենք վերջին օրերում, ես վերջին օրերում Աստված բարձրացնում է իր զորքը։ Աստված ուզում է գերբնական բաներ անի մեր մեջ եւ մեր միջոցով։ Փառքը նրան։ Ես միտեղ եմ հիմա կարդալու Անգեի մարգարեությունից ես կարդում եմ 2-րդ գլխի, ուրեմն 6-րդ խոսքից։
որովհետև այսպես է ասում Զորաց Տերը, մեկ անգամ էր ու մի քիչ հետո կշարժեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը, կշարժեմ բոլոր ազգերին եւ կգան բոլոր ազգերի ցանկալիքները։ Այն ցանկալիքներից մեկը դու ես սիրելիս։ Կգան ու ինչ կանեն, ու կլցնեն իմ տունը փառքով։ Ու կլցնեն իմ տունը փառքով։ Աստծո տունը պետք է Աստծո փառքով լցված լինի։ Եվ դրա համար, եթե մենք առաջի գլուխը կարդանք նույն Անգեի մարգարեությունին, եւ ասում է Տերը արթնացրեց Հովսեթեկյան Հեսուի հոգին, Սաղաթելյան Զորաբաբելի հոգին եւ այն ժամանակվա ժողովրդի հոգին արթնացրեց եւ ինչ արեցին ու գնացին Տիրոջ գործը գործեցին։ Ամեն։ Եվ ես ուզում եմ ողջևորեմ քեզ սիրելիս, որ հաջորդ Կիրակի դու մենակ չգաս։ Ինչ որ մեկին բեր հետդ։ Թող Աստծո տունը լցվի։ Ոչինչ, ոտքի վրա կկանգնենք, ոչինչ, հատակին կնստենք, թող կան, թող մարդկանց կյանքերը փրկվեն։ Ամեն։ Սիրում եմ քեզ։ Տիրոջ օրհնությունը լինի քո վրա։ Ամեն։ Կարծես մեր կոնֆերանսը շարունակվում է, հա, Երևանը։ Սենց մի օրում սենց հրաշալի խոսք, սենց հզոր մարդիկ, Փառք Աստծուն, ժողովուրդ աշտարակում արդյունություն է սկսվում։ Մեր աղոթքները հասարակում։ Ես ողջ զգում եմ։ Փառք Աստծուն։ Ու այս օյցյալ մարդիկ, որ գալիս են ստեղ խոսքը խոսում են, հաստատությունը, այն ամեն ինչը մենք տարիներով աղոթում ենք, խոսում ենք եւ Տիրոջ երեսը փնտրում ենք, ամեն, Փառք Աստծուն։ Եվ ուզում եմ, որպեսզի օրհնության խոսքերը տամ ձեզ վերցրու հավատքով, հետո եւս մեկ անգամ կփառաբանենք Տիրոջը, կգնանք խաղաղությունով, որպեսզի մյուս Կիրակի նորից հավաքվենք եւ ոնց որ մեր հովիվը ասեց, հետդ մարդ կբերես, ամեն։ Լավ է, չէ՞ որ հովիվ Իսակը ստե, ոնց որ պապան տուն է եկել, իմ մոտ այդ են զգացողությունը։ Ես իրեն դերեք եմ ծանոթացել, բայց ոնց որ 1000 տարի ճանաչենք։ Որովհետև մենք հոգու մեջ ենք ապրում։ Մեր համար տարիները կապ չունի։ Մենք հոգու մեջ միշտ էլ ճանաչել ենք իրար։ Փառք Աստծո ձեր համար։ Որից շնորհակալ եմ, որ Տերեն ջան, Արինեն ջան, Տեր օրհնի ձեզ շատ։ Տեր օրհնի քեզ եւ պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր աստվածային խաղաղությունը տա քեզ եւ քո ընտանիքին։ Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հետ հաղորդությունը մեր ամենքի հետ լինի։ Ամեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եկեք հարաբանենք մեր Տիրոջը։ Նա արժանի է։ Ամեն։